Երբ արդեն դերասաններն են զբաղվում նախագահների PR-ով, թերևս ավելորդ է հարցադրումը կապ կա արվեստի և քաղաքականության միջև։ Այդուհանդերձ արվեստի մարդիկ էլ տարբեր են իրենց մոտեցումներում։ Ոմանք որոշում են լռել, աչք փակելով շուրջը տիրող իրավիճակին, ոմանք հարմար են զգում իշխանության կուլիսներում, ոմանք էլ չեն զսպում իրենց և հստակ հասցեատերերին մատնանշելով հրապարակավ մեղմ ասած քննադատում անարդարության, աբսուրդի, օրինազանցության դրսևորումները մեր կյանքում։ Արվեստագետ, բժիշկ, շինարար, թե դիվանագետ, զուտ մասնագիտություններ, որոնք թվում է, որ պետք է կապ չունենան քաղաքացի լինել չլինելու հետ։ Այսօրվա իմ զրուցակիցից շատերը ճանաչում են էկրանից, բայց ոչ լրատվական հաղորդումներից։ Իր խոսքերից մեկում ինքն էլ խոստովանել է, որ միայն գովեստի խոսքերի չի արժանանում։ Սակայն այս ամենը ամենևին էլ խոչընդոտ չէ, պատրաստ է դիվադաթեր անել բոլորին, ովքեր պատրաստ են լսել իրեն։ Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը, բարև ձեզ Սերգեյ, շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շատ լավ ներկայացրեցիք, ամաչեցի։ Ձեզ լսում են մեր քաղաքական գործիչները առհասարակ, դուք ինտերնետով բավականին այդպես սուր քննադատության եք պարբերաբար ենթարկում նրանցից շատերին, բավականին կոշտ գնահատականներ եք երբեմն հնչացնում և երբեմն ձեր աշխատանքը նույնիսկ ես իրենց եմ ասում, ցինիզմի դրսևորումներ են այդ դրա մեջ տեսնում։ Հա, չգիտեմ լսում են թե չէ, երևի թե իրենց հարցրեք։ Իսկ արձագանքներ լինում են, ինչ որ տեսել եք, երբ որ ձեզ փողոցում տեսնեն, ասեն օրինակ ինչի մասին հենց այսպես։ Մի երկու անգամ եղել է, երբ ասենք արձագանք է եղել, ասել են իսկ ինչու բան եւ այլն, բայց ես ասել եմ դուք անում եք ձեր գործը, սրանով իմ գործը, ես դրա համար եմ ասենք, որպեսզի ասեմ, ընդհանրապես արվեստը պետք է լինի հայլի, որը որ եւ արվեստագետը պետք է այսպես քաղաքական գործչի դեմը պահես, նայենք իրան տեսնի և աշխատի փոխվել կամ ամաչել, չգիտեմ։ Մեր մոտ էֆեկտիվ է, թե մեր մոտ չեն ամաչում։ Մեր մոտ, ձեր մոտ, դրանց մոտ չկա, ամենտեղ էլ տենց է, առանձնապես տենց չի, որ մի ներկայացում արեցիր կամ մի բան ասեցիր և հեղափոխություն եղավ երկրով, ասենք, երբեք այդպիսի բան չի եղել, բայց ամենայն դեպս մարդու խոսքը ունի իր ուժը և եթե հասցեատերը չի որ փոխվում, գոնե ուրիշը, որը որ լսում է, ինչ-որ ենթադրություններ կարող է անել։ Արվեստի իմաստը դա է, հա, ոնց որ, կամ արվեստագետի մտավորականի եւ այլն։ Մեր արվեստագետները այսօր շատ հաճախ նախընտրում են, ասում են, ես դերասանն եմ, իմ գործը բեմի վրա Շեքսպիրի Համլետ խաղալն է, եւ ես չեմ դուրս գա փողոց, չեմ գնա միտինգի, չեմ անի, որտեվ ես կոչված եմ Համլետ լինելու։ Իսկ դուք ինչու եք եւ Համլետ, չնայած չեմ հիշում, որ Համլետ խաղացածն եք։ Պատկերացնեք ես Համլետ խաղամ։ Բայց լինել չլինելու հարցը դուք շատ անգամ բարձրացրել եք։ Գիտեք, պարտադիր չի, որ բոլոր թատրոնի բոլոր դերասանները դուրս գան փողոց, անպայման միտինգի եւ բոլոր արվեստագետները միշտ լինեն ժողովրդի հենց մեջ։ Ես դա եւ բացի այդ դա նույնն է, որ ասում եմ, ինչի է այս մեկը արտագաղթում, այս մեկը չի արտագաղթում։ Ամենը ապրում է այնպես, ինչպես ուզում է ապրել, հա, ինչպես իրեն հարմար է զգում։ Ես հարմար եմ զգում, որ մեկ արտահայտվում եմ։ Դա ոչ միայն իմ, ասենք, աշխատանքի մեջ է այդպես, տանն էլ եմ տենց, աշխատանքի տեղն էլ եմ տենց, եթե չասեմ կպայթեմ, ինչ-որ բան դուրս չի գալի, ես պիտի ասեմ։ Մարդ կա, որը որ մի քիչ ավելի հանգիստ է այդ ամեն ինչին վերաբերվում եւ էլի հարգանքի արժանի է, չեմ ասում, թե սաղ պիտի ինձ նման լինեն։ Երբ հասկացաք, որ բեմը բավական չէ եւ պետք է նաեւ արդեն զուտ սա մոդեռնիզմի բան է, որ դուք նաեւ ձեզ դրսևորում եք հիմա ինտերնետում ձեր թե ավելի այսպես պահանջը զգացիք, այո, որ վերջ չի կարելի, այսպես պետք է։ Բեմը իսկապես բավարար չէ։ Բեմը մանավանդ իմ բեմը 50 հոգանոց բեմ է, հանդիսատեսը շատ սակավաթիվ, բավականին կրթված, այսպես ինտելիգենտ, ինչ-որ մի մասա, որ գնում եւ գալիս է, որից էլ ինչ-որ բաներ կախված է, բայց դե ինտերնետը տալիս է ավելի լայն հնարավորություններ արտահայտվելու եւ հենց այդքան ես համարում եմ, որ դա էլ իմ գործի մի մասն է, հա։
Այդ տեսեք, ես փորձում եմ մի քիչ դեր կենսագրությունը, հա, տեսնել թե ինչպես է, ինչով եք սկսել 89 թվականին Պաստորեն Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինն եք ավարտել, հետո Գոյ թատրոնում որպես բեմի բանվոր եք աշխատել եւ այդտեղից աճել դեպի դերասան։ Այլ պատկերացնում եք ձեզ, որ այսպիսի ճանապարհ անցած Սերգեյ Դանիելյանը կարող է հանկարծ մի օր լինել падգամավորում եւ այս նույն խորհրդանում եւ այսպիսի ելույթներով հանդես գալ։ Դուք բավականին ակտիվ քաղաքական այսպես տեղյակ եք ինչ է կատարվում։ Հիմա էլ նորություն չի, շատ ընդունված տարբերակ է, երբ որ արվեստագետները հայտնվում են խորհրդարանում։ Ես հաճույքով մի օգուտ կտայի, ասենք, եթե հնարավոր լիներ, հա, բայց չեմ կարծում, որ իմ խորհրդարանում լինելը, ասենք, ինչ-որ օգուտ կարող է տալ, դա մեկ։ Երկրորդը, ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, դուք սխալվում եք։ Հասարակական կյանքն է։ Ես ուղղակի արտահայտվել եմ, ինչ որ մի խնդիրներ է եղել, արտահայտվել եմ ներկայացումների մեջ, թեկուզ YouTube-յան իմ էջում, Facebook-ում, ես բան չեմ կարող փոխել։ Բանը այսպես ասած այդ խորհրդարանը դա մասնագետների տեղ է, հա։ Ուրիշ բան որ ասենք, որ միշտ չէ որ մասնագետներն են այսօր խորհրդարանում։ Դե հիմա ինչ ասեմ, դա խորհրդարանի խնդիրն է, այն խնդիրը չի, ասենք, դա թող լինեն այնտեղ յուրիստներ, ովքեր որ օրենք ստեղծեն, ովքեր որ ինչ-որ բան կարող են անել։ Ես մեղավոր չեմ, որ իմ խորհրդարանում, ասենք, զգալի մասը ինչ որ կենթանիներ են նստած։ Դա իրանց խնդիրն է, ասենք, իմ խնդիրն է, պարզ է, իմ կյանքը դրանից չանում է։ Մեր ձայնն է։ Հա, մեր ձայնն է, հա։ Դե, բայց դա մեր հասարակության ընդհանուր ասենք խնդիրն է, որ մենք այդ խորհրդարանը մենք ենք ստեղծել։ Հիմա ընտրել ենք, չենք ընտրել, ոնց ենք ընտրել, կեղծել են, չենք կեղծել, ուրիշ խոսակցություն է։ Բայց մենք ունենք այն, ինչ որ մենք ունենք, դա վատ է։ Այ Սերգեյ, տեսեք, հիմա այսօր քաղաքական ինչ որ ակտիվ, այսպես ասած, իրադարձություններ են տեղի ունենում, հա։ Դուք որպես քաղաքացի, ոչ որպես դերասան, հայտնի արտիստ, այլ որպես քաղաքացի, ինչպես եք մոտենում, այսինքն հիմա ինչ է տեղի ունենում։ Բոլորս հասկանում ենք, խորհրդարանական ընտրություններ է, ինչ որ մարդիկ են հայտնվում։ Գագիկ Ծառուկյանն է ասում վերադառնալու եմ։ Դուք որպես քաղաքացի ես ամեն ինչին ձեր դիտանկյունից ինչպես եք։ Դիտանկյունից դա հերթական քաղաքական, ասենք, շատ պրիմիտիվ խաղ է, եւ պրիմիտիվ է, որովհետեւ ժողովուրդն է, հասարակությունն է պրիմիտիվ, հա, ասենք այն մարդը, որ գոնե, չգիտեմ, գրել կարդալ գիտի ու մի 3 կինո է նայել իր կյանքում, չեմ ասում գիրք կարդաց է, ինքը կհասկանա, որ ասենք հիմա ինչա կատարվում, հա, Ծառուկյանը վերադառնում է, Ծառուկյանը գնում է, այդ սա խաղեր են, ասենք, եւ էլի իրանց գործն է, ես ասենք դրա հետ կապ չունեմ, ես կարամ ծիծաղեմ դրա վրա, ասենք, վերջինը հենց այո, ձեր ծիծաղեցի, ասենք, անցավ։ Բնականաբար այն մարդը, որ հավատում է, որ հայ տես հիմա լավ է, էլի կզբաղվի քաղաքականությամբ ու ասենք լավ կլինի, ասենք, եթե տեսնի իմ մեսիջը կարող է պատահի իր, ասենք, այդ մի կլետկեն, ասենք, դառնա 2։ Կարող է, չդառնա, էլի չդառնա, ինչ ասեմ։ Այսինքն ամեն մեկը բնականաբար իր մասով է։ Հիմա տեսեք, ինչն է դարքիր, փոխվեց կառավարություն, հա, եւ հենց մասնավորապես մշակույթի նախարար փոխվեց։ Մի ոլորտ, որ 10 տարի ղեկավարում էր մեկ այլ անձ եւ հիմա հաստորեն եկավ մեկ ուրիշ անձ։ Այս անձերի փոփոխությունը ինչ որ մշակութային կյանքի փոփոխություններ կյանքում կբերի, այ դուք ընդհանրապես ձեզ դուր է գալի մեր նոր նախարարը մշակույթի։ Ամենամենան ճանաչում անձամբ, ասենք, որպես մարդ նորմալ adekvat մարդ է։ Այն մի նախարարին չի ճանաչում որպես մարդ։ Բայց լավ մարդը, ասենք, եթե ինքը այս համակարգի մեջ է, դժվար թե ինքը կարողանա ինչ-որ մի բան փոխել։ Ճիշտ է, ինչ որ բարեխեղճության, ասենք, նշույլներ կարող է լինել ավելի, քան թե անցյալ նախարարի մոտ։ Օրինակ, անցյալ նախարարը ասում էր մի քանդեք բանը, փակ շուկան, բայց բանի տեղ չդրեցին, քանդեցին, իր մյուս քայլը պետք է լիներ հրաժարական տալը, գոնե։ Եթե նա բայց չտվեց, էլի շարունակեց աշխատել։ Այս նախարարն էլ ասես տպագրիչները մշակութային արժեք չեն ներկայացնում, հետո ինչ որ 100 տարվա շենք է։ Դա կարող է իսկապես չեն ներկայացնել։ Բայց այսինքն բոլոր հին շենքերը Երևանը պետք է քանդեն։ Չէ, դրանից չի եթե որ բոլոր հին շենքերը պետք է քանդեն։ Եթե դուք ունեք, ասենք, որևէ
գեղեցիկ բաժակ, որը ձեր տատիկը ձեր ծնունդին նվիրել է, դա թանկ է։ Բայց եթե դուք բացում եք, ասենք պարան եւ տեսում եք տատիկի կոշիկը, ասենք ճուստը, ասենք դրած ատը, ասենք ապա չի դա պահեք։ Միգուցե դա ես մասնագետ չեմ կա։ Աֆրիկյան տունը խայտարակություն էր աֆրիկյաններին։ Արամի 3-ը խայտարակություն էր։ Բանը արդեն մոռանում ենք շենքերի անունները։ Արդեն մոռանում ենք, բայց ես կյանքում չեմ մոռանա Սպայի տունը, որտեղ Գրիգորիեդովը խաղաց իր, ասենք, առաջին անգամ եղավ խելքից պատուասի, ասենք, պիեսը եւ այս վերջերս Թիֆլիսում էի, երկու տուրից խոսում են, երկու ռուս կինեին ասում, «Օ, գնանք Գրիգորիեդովի բանը, գերեզմանը տեսնենք, բան», բայց ասենք ես որպես հայ չկարողացա ասել, «Պա, գերեզմանը տեսակ բրսակ, բայկի Հայաստանում տեսեք, ներկայացում ընդ է խաղացել, ստեղա պրեմիերան եղեմ», որովհետեւ մենք չպահպանեցինք։ Այդ դա ինձ համար ցավալի է եւ դեռ ավելին ցավալի է, որ երբեք այդ մարդիկ չեն պատժվի։ Տենց եղավ գնաց։ Հասկանում եք։ Նույն այդ փակ շուկան, ասենք։ Ես այնտեղ ասենք պապիս ինձ ասենք տարելա բան են կարել, կռիվ են կարել։ Ցայտ աղբյուրները տարի տամիջ ես տեսել եմ։ Ու հիմա ասենք այդ չկա։ Էլի ասենք ինչ պատժել օլիգարխին, որը ասենք այդ տարելա։ Չէ, ինքը ասենք իր գործն է, մաքեզ բան։ Բայց այնքան որ ստորագրել է, որ արել է, ես ունակ առաջարկում եմ ձեր ժուրնալիստներին, ձեր ասենք մեր գոլեգաներին, ձեր բոլոր սկսել հետաքննություն, որովհետև մենք ունենք լավ մարդկանց ցանկ մեջ, չէ, ասում ենք, այ Թամանյանը լավն էր, այ, չգիտեմ, այսինչը մի խոսքով, հա, Մյասնիկյանը հագին մտավորականություն բերեց բանի կոմունիստի լինելով, լավ մարդկանց գիտենք, վատ մարդկանց մենք չգիտենք։ Գիտեք, բայց թերթերը միշտ ինչ-որ հոդվածներ են գրում, նշում են մոնոպոլիստների անուններ։ Մոնոպոլիստների անուն, մոնոպոլիստների անուն, մոնոպոլիստը վնաս չի տալի, մոնոպոլիստը վնաս տալիս դա այն ժամանակ, երբ որ նա այսեն սիստեմայի մեջ է։ Ֆորդին էլ եթե թողներ ինչ ուզեր աներ, նա ինչ ուզեր կաներ։ Հասկանում եք, բայց կա սիստեմ, կա պետություն, կա նախագահ, կա բան, ասում չէ, սա սենց է, սա է սենց։ Դեռ ով պետք է պատժի բա։ Պատժել? Չէ, պետք չի պատժել, պետք է գոնե իմանալ ովքեր են վատ։ Հա? Կարելի է չէ՞ մի հատ ասենք, այսպես ակցիա անել։ Եթե դուք ասում եք, որ համակարգն է խնդիրը, արդեն սլակները տանում են համակարգի վերևները, չէ՞, եթե։ Դե հա, բա ինչ են անում։ Այսինքն լրագրողներն էլ արդեն այս 25 տարի խոսում են այդ մասին, այնպես չի որ պետք է հանգած նոր։ Օրինակ դուք գիտեք ով է, ում հրահանգն է, ով է, ինչ է, ով է ասենք հանդել նույն բանը այդ Սպայի տունը։ Ում մեղքով է։ Այդ մասին չգիտեմ, բայց համենայնիվ քաղաքաշինության նախարարություն կար, քաղաքապետարան կա, որը օրինակ տեսեք, այս Պայթյունի համար հիմա տուգանք դրեցին, չէ՞, այդ մարդու վրա, որ այդ պարանի շենքը պայթացրել է։ Բայց չէ՞ որ այդ նույն համաձայնությունը դրա տակ ստորագրել է Երևանի քաղաքապետը, ի վերջո քաղաքաշինության նախարարություն գոյություն ունի, այսինքն դա մի մարդու որոշում չի, այսինքն մենք գիտենք թե որ պայթացրել դրա համար, որ քար քանդեր չէին տուգանի անիմաց բանի համար ասենք տուգանքա։ Խոսքը ասենք դրա մասին է, որ մենք պատմությունը մենակ լավ բաներից չի, հա։ Մեր վատ էջերը մենք է պիտի ուրա գրած միտեղ, որ ասենք մարդիկ հետո դիսերտացիա պաշտպանեն, հա։ Մենք ասենք մեր բոլոր ճշտաբաններից այդ դավաճաններից գիտենք վասակ սյունի, սարքել են պատմությունը խոսում ենք 5000 տարի առաջ բան ա եղել։ Այսօր ով ինչ արեց, ով այդ դա լավ կներ, որ մենք դա ունենայինք, գոնե ունենայինք, որ այդ մարդ ոնց ասեմ, որ այդ մարդիկ սերունդ չտան, հա։ Ոնց ասենք, եթե դու գիտես, որ դու այսինչ ասենք մարդու թորն ես կամ այսպես կարող ես մի քիչ վատ զգաս, հա։ Ես մենք դա մոռանում ենք, իսկ դա հենց լրագրողի գործ է, էլի։ Տեսեք հիմա ձեր ասելով դուրս է գալի, որ էլի լրագրողներս են ամեն ինչի մեջ մեղավորը, որովհետև մենք չենք նշում այն բոլորը։ Որովհետև դուք ամենաակտիվն եք, որովհետև դուք մեր պուլսն եք, մեր ասենք հասարակության պուլսն եք։ Ֆուտբոլն էլ պարտվում են լրագրողներն են մեղավոր։ Ընդ որում եւ հա, կարելի է մեղ գտնել իհարկե։ Ասածս հետեւյալն է, որ եթե մենք փորձենք հասկանալ, թե ասենք ամեն մեկը, հա, եթե նույնիսկ խնդիրները ներկա կան եւ դրանք ոչ մի ձև արձագանք չի լինում, կամ էլ այդպես դեկորատիվ կամ ինչ որ սիրում են, ասենք կոսմետիկ ռեմոնտ ենք անում, դրա էֆեկտիվությունը ինչքանով է ըստ ձեզ։ Մենք որտեղ վերջին տարիներին զբաղված ենք միայն կոսմետիկ վերանորոգմամբ։ Գիտեք, գլոբալ հարցեր մենք լուծել չենք կարող։ Իրական ես դա համոզվեցի, ես արդեն վերջին մի 10 տարին։ Կա Ռուսաստան, կա Թուրքիա, կա ինչ-որ համաշխարհային մի process, որին մենք մի փոքր մի մասնիկ ենք եւ մեզ այդ ինչ ուզենք անել։ Բայց կա տեղում ինչ-որ մի, ասենք գործ, որ ոչ ոք չի զանգում պարտադում, որ քո կրթության նախարարը դեգեներատորն է, հասկանում եք, ոչ ոք չի ասում։ Կամ ասենք նույն ասենք դեգեներատը լինի, չգիտեմ, որևէ այլ նախարար,
անձամբ չեմ ասում։ Որովհետև անձերը չեն այստեղ խնդիրը։ Եվ ոչ ոք չի ասում, որ անպայման այս մշակույթը պետքա շատ վատ նախարար ունենա։ Շատ ասենք վատ բան լինի, չգիտեմ, որովե այլ գյուղատնտեսության նախարար, հա, դա տեղում գոնե կարելի է շտկել։ Ես կարծեմ, այս վարտի այսօրվա վարչապետը երևի թե նմանատիպ մի կես քայլ ինչ որ մի կանի, ճիշտ է, գլոբալ դա ոչինչ չի փոխելու։ Բայց, չգիտեմ, մարդիկ կտան իրենց խաղողը կհանձնեն ու կհասկանան ինչքան են խաղող հանձնում, որովհետև ինչ որ մեկը հաշվել է, մոնիտորինգ եղածն ինչա որ չէին անում, ասենք, հասկանում։ Ես չեմ ասում նախկին նախարարին պատժել, կախել, որ ինքը տենց մարդիկ հաշվեցին, չէ, բայց եթե դուք տեղում պրոֆեսիոնալ նստած լինի, դա էլ հոլուցելի հարց է, Պուտինը ու ամեն հարցում չի զանգում, ասում է, այ սենց արեք։ Այն գլոբալ հարցերում է, բանակի հարցում, parza, միջազգային հարաբերությունների parza, մենք պրեսինգի տակ ենք, միշտ եղել ենք ու դեռ ագին երկար կմնա։ Բայց մեր այս փոքր այս դպրոց, չգիտեմ, ինստիտուտ, հա, այդ օղակները նախարարության բան կարելի է խելքի բերել, ես համոզված եմ կարելի է։ Այդ դուք ձեր այդ դիվադադարներում, որ տարբեր թեմաներին անդրադառնում եք, բոլոր խնդիրներին ինչքան ես եմ փորձել հետևել, ամեն այսպես շաբաթվա ռեժիմով հետևում եք։ Երբևէ նկատած կաք, որ այն ձեր ասածը տեղ հասավ։ Հա, գիտեք։ Կբերեք, կպատմեք մեզ այդ մասին, օրինակ ինչն է փոխվել ձեր դիվադադարի տարի։ Ձեր էինք առնում, ասենք այդ ռուսական պաստառներին եւ ցուցանակները, չեմ հիշում որ վիպուստա։ Ձեր էինք առնում եւ անունը չեմ ուզում, դա բրենդային անուններ ենք տալիս։ Հետո կամաց հենց փոխվել, չեմ ասում թե հենց երևի թե ես ասացի դրա համար փոխվեց, բայց զգում ես ոնց որ հասարակության էլի այտենց պուլսն է, չէ, այդ պուլսի վրա երբ որ մատդ եւ մի քանի հոգի մի ասենք ասում են, կարող է ինչ որ մի բան փոխվել։ Այ դուք ասում եք լրագրողներին այդ վատերի անունները նշեք։ Այ դուք ինչի ձեր դիվադադարում այդ վատերի անունը չեք նշում։ Որտեղ դա պետք է արվի լրագրողական բան, հետաքննություն։ Նախ դա տենց ասենք ծիծաղելի մի առանձնապես երևելի բան չի, բայց այդ հետաքննությունը օրինակ կա, չէ՞, Մոսկվայում էլ կա տենց հետաքննություններ են անում անկախ լրագրողները։ Հետ քանում եմ, մենք տեսել ենք քանիսս հետ բարբերական անում եմ բավականին լուրջ տակություններ։ Երևի թե ես իսկապես այդ դաշտում մի քիչ բառը դիլետանտ եմ ու ասեմ չեմ կարող ասեմ երբ է արվել, ինչ է արվել, լավ է արվել, թե վատ է արվել, հա, այ ոնց որ մտնում են խանութ եւ ասում են այս ապրանքը բռակ է եւ այլն, ասենք խոսում են դրա մասին, մեզ մոտ դա հնարավոր չի, որովհետեւ ամեն մի ապրանք ինչ որ մի օլիգարխի ապրանք է, ոնց ասենք ինչե վերև, սա ասենք ոչ մեկ չի կարա դա ասել, բայց այս հարցերում կարելի է, որովհետեւ լրագրողը անկախ է, եթե դա լրագրող է, ապա անկախ է, մանավանդ դուք։ Այ որպես քաղաքացի, Սերգեյ, ձեզ ամենաշատը ինչն է նյարդայնացնում այսօր, որտեղ սիրում ենք, չէ՞, մենք հայերով նստել, սեղանի շուրջ սկսել բողոքել, այս ինչ է, սենց չէ։ Այդ ձեր ամենամեծ բողոքը, որ դուք բարբերաբար ասում եք, դե սենց չի լինի։ Դեք անորակ լինելը։ Օրինակ տեսեք, ես միշտ ասեմ Ճապոնիան ամենաբարձր օրինակն եմ բերում, տեսեք երկրաշարժ, օրու մեջ ինչ ասես ընդ եղավ, ոչ արտագաղթ եղավ, ոչ բան եղավ, ոչ բան կողոպտեցին, ոչ բան ասենք այդ մարդիկ միշտ ռեգեներացիա են անում, միշտ։ Մեզ մոտ յուրաքանչյուր կատակլիզմը դեգեներացիա է բերում։ Այդ դա է, բայց մենք դեռ այն մարդկային որակը չունենք, որպեսզի լավ հասարակություն ստեղծենք։ 88-ի երկրաշարժ եղավ, ճիշտ է, տեսեք երեխեքին բոլորը, ասենք, վերցեցին, ոմանք վերցեցին իրենց ընտանիքները, որդեգրեցին բան, բայց 39 գործարան ուներ քաղաքը լեռնականը, սաղ թալանեցին։ Ասենք դա էլ Ճապոնիայում տես չէր լինի։ Ասենք Ճապոնիայում էլ պետությունը չի կանգնում, ոչ չթալանես։ Ճիշտ է, բայց ներքին այ դա է ինձ շատ վշտացնում ու ես առաջիկա 300 տարին չեմ տեսնում այդ դինամիկան, էլի որ ասենք այ երեք սենց ենք դες այսօր տես արդեն ասենք բան է այդ ամրագոտիները գցում ենք զարմացել ենք ինքներս մեր վրա, էլի, հա։ Երբեմն չենք։ Հա, երբեմն արդեն չեն գցում, դնում։ Այսինքն այդ սթից բաներից դա puzzle է կյանքը։ Այդ փուճուր բաներից է ստեղծվում հասարակությունը։ Մենք ուզում ենք հակասիական հասարակություն, ինչ հակասիական հասարակություն եւ հասարակության 90% ուրոդ են։ 5000-ը տալիս են առնում են այդ մարդկանց։ 90 շատ ասացի լավ, 87% թողնի որ սաղ չնեղանան։ Այն ովքեր որ ուրախացան, թող կարծեն թե 3%-ի մեջ է։ Հասկանում եք։ Այդ է խնդիրը, թե չէ մյուսը ուզում ես փոխի նախագահին, ուզում ես բեր ուրիշ վարչապետ կամ բան, առանձնապես բան չի փոխվելու։ Այսինքն այս խորհրդանական ընտրություններում էլ այդ քաղաքացիների վրա հույս դնելու խնդիր չունեք, 300 տարի անց միայն։
Հա, ոնց առանձնապես հույս չունեմ, որտեղ անգամ տեսեք Գյումրին բաներ չէ, դա այսինքն Վանաձոր, հա, Գյումրի։ բանաձոր, բայց միևնույնն է, ինչ-որ մեխանիզմ կա մեկը փչացնելու են քեզ, էլի, որտեղ դու փչացած ես ներկուս։ Շատ հեշտ է ասենք, եթե մարդ ներկուսն ասինքն թուլա ինչ որ մի բանից, հա, ասենք շատ հեշտ է միայն sense անել ինքը միանգամից թուլանա։ Լավ, ինչպես ամրանանք, լավ, ինչ պետք է լինի, որ այդ 5000-ը, այդ ձեր ասած փչանալը ի վերջո ժամանակ, քաղաքացի դառնանք, մեզ փչացրել են հազարամյակներ, շարունակ մեզ փչացրել են թուրքերը, հետո Սովետական Միությունը, այլ փչացրել են։ Հիմա ոնց կարանք մենք մի անգամից լավ մեր արյան մեջ այդ կեղտը, այդ ռաբիզը, այդ անճաշակը, այդ ծախվածությունը, բան նստած է, դա վատ է, ես մի գենետիկի հետ էի խոսում եմ վերջերս, դիտում եթերում, ասեցի ինչու չեք ուզում ընդունել որպես գենետիկ, որ եթե այն մարդը, որ լսում է ռաբիզ երաժշտություն, թուրքական երաժշտություն, նրա մեջ գենետիկորեն ինչ-որ բան խախտված է։ Ինքը շատ դժկամորեն ասես դե հա երևի։ Բայց տեսեք, այդ դուք նշեցիք, ես երևի այդ միտքն են շարունակեն, բայց այդ մարդիկ դառնում են վաստակավոր, այդ դուք ես չեմ, այդ մեկը չնայած դուք վաստակավոր եք։ Չէ, գժվել եք։ Ներեցեք արտացիոն սոմարը։ Չէ, իհարկե չէ, այ քեզ բանը, Փելեշյանն էլ վաստակավոր չէ դո։ Ռուբեն Ախվերդյանն է վաստակավոր չէ, դա չափա, չէ, Փելեշյանը վաստակավոր է, բայց ժողովրդական չէ։ Մի խոսքով դա այդ վաստակավորը բանը տիրանց համար է այդ ռադիո։ Բայց այդ նույն դուք ասեցիք, չէ, գենետիկորեն, բայց նաև խրախուսվում է պետական մակարդակով, դա խրախուսվում է։ Պետական մակարդակով լցվում է ռաբիզ երաժշտություն, պետական մակարդակով պորտապար, ինչ այլանդակություն, այդ ամեն ինչը այդ հենց իրանցն է։ Այդ այսինքն ոչ թե իրանցն է, այլ դա մերն է։ Մենք այսպես ասած, մենք կարողանում ենք այդ արտաթորանքը բարձրացնել միշտ վերև։ Ուրիշ ժողովուրդ, որը որ արդեն կայացած հասարակություն, նա դա սեղմում է, ուրեմն ամենտեղ էլ կա։ Հիմա ասենք նույն անգլիացին էլ մեզ նման մարդ է։ Դա պետք է սեղմել։ Մենք դա հանում ենք ջերերից, որովհետև դեռ թույլ է, մենք իմունիտետ չունենք այդ ամենի հանդեպ։ Ես դա անգամ շատ վախենում եմ, ես ուրախ եմ, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Ես ուրախ եմ, որ Թուրքիայի ճանապարհը փակա։ Որովհետև չգիտես թե ինչ կլինի։ Այո, դուք մի հատ փորձի էլ բացի, տես ինչ են լինել, տես ինչ օրգաներ են կատարվելու, հա։ Սպիդի ինչ մակարդակ, չգիտեմ, այլանդակության ու այդ ամեն ինչի ինչ ջերերից դուրս կգա։ Մենք դեռ պատրաստ չենք, մենք ասես տկլոր կանգնած ենք աշխարհի հանդեպ այդ բոլոր մարդահրավերների դեմը, հա, դա սարսափելի է։ Դրա համար ինչքան փակ ենքան լավ դեռ։ Այ դուք մի փոքր փորձելով ամփոփենք մեր զրույցը, մի անգամ ձեր հարցազրույցներից մեկում ասել եք ես աշխարհի մարդ եմ։ Ես բնակվում եմ այս մոլորակի վրա, հարցը վերաբերում էր արտագաղթելուն։ Այ եթե այսքան վատ է այս երկրում ու բոլորը գնում են, դուք կլինեք այն մարդկանցից, որ սկսենք այնպես որ ասել եք, որ կգնամ, եթե պետք լինի, եթե ես կարողանամ։ Եթե աշխատանք, գիտեք, արվեստագետին տենց հարց տալը իմաստ չունի, ես գաճ կսող չեմ։ Ասենք, որպես ստե որ գնացի բագաջով ակսելու պատին։ Արվեստագետը բանավանդ էս մեդիա, էս ամեն ինչում, ասենք, նա ազատ է։ Ազատ է, եթե Պիկասոն մնար Անդալուզիայում, ասենք, իրա, ինքը չէ դառնա։ Նորմալ է, եթե առաջարկն ինչու չեմ գնա։ Մեզ այդ հարցը տալ իմաստ չկա, հա, ես ստեղ ոչ եմ որ հայրենը սերել ես մամոնտեն։ Այ տեսեք հիմա գործ ունեմ մնացել եմ, այ քեզ բան։ Այ տեսեք հիմա սփյուռքահայերի մի հստակ խումբ, շատ կոնկրետ, ինչ որ քայլեր է ձեռնարկում, change.org-ը, եթե ծանոթ եք, չգիտեմ, ահա, ասում են որ պետք է արդարադատություն վերականգնել Հայաստանում, այդ թղթի տակ համենայնդեպս Սերժ Թանկյանն է ստորագրել, Հասմիկ Պապյանն է ստորագրում, եւ դուք հավատում եք, որ մարդիկ ապրելով դրսում, ստեղծագործելով դրսում, ունենալով բարեկեցիկ կյանք դրսում, կարող են իրոք ապրել այդ ցավը եւ այդ ամեն ինչը եւ փոխել։ Հա, փոխել չգիտեմ, բայց կարող են ապրել այդ ցավը։ Դուք ցավ չեք ապրում Աֆրիկայում, ասենք, սովից տառապող երեխաների համար։ Ապրում եք, չէ՞։ Հա, բայց ես կներեք, հայլը չեմ ձեռնարկում ցավոք սրտի, որպեսզի Աֆրիկայից սովից մեռնող երեխաներին ինչ որ իրանք ձեռնարկում են եւ շատ լավ են անում, որովհետեւ Հայաստանով չի բրծնում ամեն ինչ, հա, մենք այն ազգերից ենք, քչաթիվ ազգերից ենք, որոնք որ ստեղ ընդամենը 2-3% է ապրում, հա, չգիտեմ 30% է ապրում։ Այն մնացածը մենք դուսն ենք, եւ այս Հայաստանը ընդհանուր մի տարածք է, ընդհանուր հայրենիք է։ Եվ իրենք մտահոգ են այդ հայրենիքի համար, իսկ ինչու ոչ։ Կփոխվի ինչ որ մի բան լավ է դեպքում։ Ես վանգան չեմ, ինչ իմանամ։ Դե եթե ինչքան մտահոգ մարդիկ լինեն, այնքան ասենք հույս կա, որ մի բան կփոխվի։ Բան տարբերությամբ էլ ինչա փոխվի, որ ոչ մի բան չի փոխվել։
Այսինքն մնում է հույսը նորից։ Դե հույսը եւ իհարկե քայլեր, այ քեզ բան, պետք է աշխատել, պետք է աշխատել ոչ թե կառավարությունը փոխել միանգամից, սաղին քանդենք, կրակենք, սկսենք 0-ից, այլ դու ինքդ փոխվես, հասկանաս, որ իրանք էլ ասենք քո նման մարիսկիչ գիտես, եթե ես վաղը նստեմ ընդե, չեմ լինի նույն ուռոդը։ Կարող է։ Հասկանում եք, որովհետեւ ինձ ամեն ինչ թույլ է տված, որովհետեւ իմ գենետիկայի մեջ նստած է, որ ես պետք է իմ ընտանիքը պահեմ։ Իրանք ցենտրը տղեկ են, իրանք իրանց ընտանիքն են պահում։ Մենք էլ չենք ուզում մեր ընտանիքը պահել։ Մենք չենք կարող, իրանք կարող են։ Վերջ, դա մեր արժեքը։ Արժեքը պիտի փոխվի, չէ՞, որպեսզի ինտեգրել մոտեցում պիտի փոխվի, թե չէ մենք այն քեզ բանը, ինչ ա եղել։ Սա նստել նախկին վարչապետի ունեցվածն էին հաշվում։ Կարքին տղա է, մարդը իր թորներով, բաներով, դրե սա, կարքին ապրում է, դուք չեք կարող ապրել գնացել եք բան։ Դա նորմալ երկրները հենց նրանով են նորմալ, որ դառնալով ասենք քաղաքապետ, վարչապետ, ոչ թե սկսում են սեփական գրպանները լցնել, այլ պետության բյուջեն։ Արժեքների մեջ նստած է դա, որովհետև իրանք հասկանում են, որ ընտանիք ես ուզում, այդ ընտանիքը միակ մեծ ընտանիքի մեջ է ապրում։ Իսկ մենք մեքենայից բանի գարեջերի շիշը sense մի հատ բան ենք անում ու շպրտում ենք դուրս։ Հասկանում որովհետև հա, քթի զենքով այդ տենց գլոբալ բաներ պետք է փոխվի, որպեսզի բան փոխվի։ Թե չէ այս կրավատը դնես դե ես այդ դիվադաթարում ասում եի, որ եթե պոռնկատանը փոխեց, ասենք, բաները, կրավատի տեղերը, ապա ոչինչ չի փոխվելու։ Նույն պոռնկատունն է, ինչ տարբերություն։ Ուրեմն պոռնիկներին փոխերի նույնն է։ Բիզնեսի բանը պետք է փոխել, ասենք։ Շարժառիթն է։ Այո։ Շնորհակալություն Սերգեյ, ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, մնում է ապրենք այդ դերասան լավատեսությամբ եւ փոխվենք։ Ուզում ես փոխել աշխարհը, փոխվի ինքդ։ Հենց այդ լավ նոտայի վրա էլ ավարտենք մեր զրույցը, շնորհակալություն։